այնուամենայնիվ ես այդ միտումը արդեն տեսնում եմ եւ կուզենայի նաեւ ձեր դիրքորոշումը լսել։ Կոնյակագործերի հետ կապված այս խնդիրը, որ հիմա առաջացել է Վրաստանից դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ։ Ինձ համար մի քիչ ճիշտ ասած տարօրինակ էր, որ դեպի ԵԱՏՄ գնացող տրանզիտային նշանակություն ունեցող ապրանքները Վրաստանի իշխանությունները սկսել են ստուգել։ Այսինքն այդպիսի բան չի եղել։ Ունեք արդյոք անհանգստություն, որ վաղը մյուս օր նույն խնդիրը մենք ունենալու ենք դեպի Եվրոմիություն արտահանվող ապրանքների համար, այդ թվում ալկոհոլային, գինի եւ այլն, որոնք հանդիսանում են վրացական արտադրողների հետ ուղիղ մրցակցային ապրանքային տեսակներ, որովհետեւ իմ մոտ այնց տպավորություն է, որ սա նաեւ ինչ որտեղ արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար է, որպեսզի շուկայի հասանելիությունը կամ այնուամենայնիվ ինչ որ տնտեսական առավելություններ ունենալն է։ Ինչպեսին է լինելու այդ կոմպոնենտը կամ այդ խնդիրը ապագայում Եվրոպական միության հետ մեր առևտուրը խթանելու կոնտեքստում։ Խնդրեմ, պարոն Բաբայան։ Շնորհակալություն հարցերի համար, շատ կարևոր հարցեր են, ես ըստ էության այդ հարցերի մի մասին նախորդ մեր համատեղ նիստում պատասխանեցի եւ երևի ձեր թույլտվությամբ սկսեմ վերջից։ Նախ առաջինը այսօր որոշակի, այդպես ասած, էական առաջընթաց ունեցանք եւ եթե նախորդ երկու շաբաթվա ընթացքում ոչ մի մեքենա չէր ստանում թույլտվություն դեպի Ռուսաստան գնալու, մեր աշխատանքի արդյունքում նախապես պայմանավորվել ենք, որ այսօր 33-ը, բայց 52 մեքենա արդեն ստացել է այդ հնարավորությունը եւ քիչ առաջ ինձ հեռախոսազանգով Վրաստանի նախարարը իմ գործընկերը խոստացավ, որ 72 մեքենա, որ այսօր հիմա կա Վրաստանում եւ ճանապարհին եղած մեքենաների մասին էլ ես ավելացրեցի, առաջիկա 5 օրում իրենց հարցն էլ կլուծվի եւ հետագայում կարողանանք մեխանիզմ գտնել, ճիշտ է, պլանավորված էր, որ վաղը պետք է գար, բայց նաեւ քիչ առաջ տեղեկացրեց, որ որոշակի խնդիրների պատճառով իր տեղակալը կգա, բայց այդ մեխանիզմը մենք այստեղ պետք է քննարկենք։ Ես նշեմ, որ այդ հարցերը, որոնք դուք բարձրաձայնում եք, մենք էլ ենք բարձրացրել բոլոր հարցերը եւ նույնիսկ ավելի խիստ տոնով, այսպես ձևակերպեմ, եւ այդ նաեւ այդ հարցերի եւ եղած պատասխանների կամ քննարկումների արդյունքում ենք եկել այսօրվա իրավիճակին եւ դա մեզ թույլ տվեց, որ արտահանումը տեղի ունենա։ Բայց այնուամենայնիվ բացի դրանից մենք զուգահեռ աշխատանք ենք իրականացնում, որովհետեւ ցավոք սրտի մենք իզոտոպային լաբորատորիա մինչեւ հիմա Հայաստանում չունենք։ Եվ այս տարի մենք ահագին աշխատանք ենք արել եւ նախորդ տարի այդ ուղղությամբ եւ ՍԱՏՄ-ի ՀԲԼՑԿ լաբորատորիան փաստացի արդեն բոլոր սարքավորումները եւ նյութերը ունի, որպիսի ինքը իրականացնի այդ փորձարկումները եւ հիմա սպասում ենք, արդեն պայմանավորվածությունը կա, հունիսի 26-ին գալու են ռուս մասնագետները եւ վերապատրաստում են իրականացնելու մեր մասնագետների համար 4-ից հետո մերոնք են գնալու Ռուսաստան, 4-ից 6 շաբաթ է տևելու այդ process-ը եւ այդ 4-ից 6 շաբաթ վերապատրաստումից հետո արդեն ամեն ինչ պատրաստ կլինի, կդիմեն հավատարմագրման, մեր հավատարմագրման ազգային պողակ, ես կարծում կհավատարմագրվեն եւ մենք կարողանանք վերջապես իզոտոպային լաբորատորիա ունենալ, իսկ ներկայացնեմ պարոն Եղոյանի նախորդ դիտողությունը ինձ թվում է տեղին է, հասկանանք դա ինչ է։ Բոլորի համար էլի իզոտոպային լաբորատորիան դա այն լաբորատորիան է, որ շատ կոպիտ ասեմ, որը ցույց է տալիս, թե դա այդ սպիրտը օրինակ ցորենից է թե խաղողից, որովհետև կոնյակի սպիրտը պետք է լինի խաղողից, այլ տարբերակ չկա, կամ եթե խաղողից է, ապա ինչ խաղողից, ինչ եւ այլն, այսինքն տարբեր իզոտոպներ կան, մեզ մինիմում 3 իզոտոպ է պետք ստուգել եւ դա կարողանանք ստուգել, այսինքն այդ ձեր հարցի պատասխանը հետեւյալն է, այսինքն այո, մենք այդ հարցերը տվել ենք, գումարած նաեւ մենք գիտենք մեր այսպես ասած թույլ կողմերը եւ իհարկե նաեւ միջանկյալ որպես եղանակ առաջարկել ենք եվրոպական ցանկացած երկիր ուղարկենք, այսինքն վերցնենք
պլոմբենք, այսպես ասած, ուղարկենք ցանկացած երկիր, եթե անհամաձայնություն կլինի հայկական եւ վրացական լաբորատորիաների կարծիքների մեջ, եւ ըստ այդմ դրանից հետո օրինակ առաջնորդվում ենք այդ խմբականակի կամ այդ դեպքի համար եվրոպական առաջատար երկրի տված լաբորատորիայի արդյունքով ներդրումների մասին դուք խոսեցիք անուղակի ներդրումների մասին կամ ներդրումների քիչ լինելու մասին ես նշեմ որ այստեղ տարբեր խնդիրներ կան եւ դրանցից մեկը